մեր հարևանությամբ տարածաշրջանն է եռում, Հայաստանի ներսում արդեն նախընտրական կրքերն են։ Չեմ ենթադրում, թե կապ ունեն իրար հետ, բայց զուգահեռ են գնում։ Ուր են գնում։ Կապ չունեն, բայց մեծ ազդեցություն կունենան Հայաստանի նախընտրական գործընթացների վրա, որովհետև Իրանյան ելք։ Իհարկե, ողջ քարոզարշավը գնում էր խաղաղության եւ թրիփի գործարկման շուրջ։ Հիմա անդիմությունը ստացել է այսպիսի քարտ, քանի դեռ պարզ չի ելքը, իսկ ելքը պարզ չի, այս պայդրությամբ, որ որևէ թրիփ այստեղով չի կարող անցնել, Իրանը կխոչընդոտի, ԱԹՍ-ներով կհարվածի, դրան զուգահեռ, որ ուրեմն մենք այլևս գործ չունենք արևմուտքի հետ, սա ապացուցում է, որ նույնիսկ ԱՄՆ-ն, ես իրենց նարատիվներն եմ ասում, ոչ թե իմ կարծիքը այստեղ տեղ չունի եւ գուցե հասարակության մեջ լինեն հատվածներ, որոնք դրանք կընկալ են այդ ազդակներ, հատկապես որ կարծես Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թրիփի հետ կապված գուցե ժամկետային առումով որոշ խնդիրներ են։ Հարցերից մեկն էլ այն է, թե նույնիսկ եթե այս պատերազմը չլիներ, երկաթուղու հետ կապված ինչպես էր իրականացվելու այդ կոնցեսիոն կառավարման փոխանցումը, որը Ռուսաստանը հաստատ չէր անելու, ինչու պիտի թողնի հեռանա Ռուսաստանը։ Այսինքն մեծ ազդեցություն ունեն եւ եթե գնաճ շարունակվի, եթե այս Օրմուզի նեղուցի հետ կապված խնդիրները չվերանան, իսկ դա գլոբալ շուկայում է արդեն գների բարձրացման նաև պարենամթերքի, պարարտանյութերի եւ այլն ամբողջ աշխարհում, գուցե այս երկու խնդիրները նախընտրական պայքարում ունենան մեծ ազդեցություն։ Իրանի դիմադրությունը անակնկալ էր, մենք կգանք մեր խոհանոցի խնդիրներին, դիմադրությունն անակնկալ էր Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար, թե դա էլ էին հաշվարկել կողմերը։ Ելնելով ԱՄՆ նախագահի հայտարարություններից իրար ամեր անակնկալ էր, ինքը հայտարարեց, որ ճիշտն ասած, այսպես քմծիծաղով ես չէի սպասում, որ Իրանը կհարձակվի Պարսից ծոցի երկրների ուղղությամբ։ Բայց տարօրինակ է, որտեղ Իրանը հենց սկզբից հայտարարում էր, որ եթե այդպիսի բան լինի, պատերազմը ունենալու է տարածաշրջանային բնույթ, այսինքն գոնե հայտարարություններ կային։ Գուցե Իսրայելի համար անակնկալ չէր, բայց ԱՄՆ նախագահը ուղղակի նա այսպես բնավորությամբ կարծես խորհրդականներին այդքան էլ չի լսում, ես կարծում եմ ԱՄՆ վարչակազմում կան հաստատ մարդիկ, որ դա գիտակցում էին, հետախուզական տվյալներ պիտի լինեն։ Իդեպ ձեր այդ հարցը Սենատում դեմոկրատները հնչեցրեցին հետախուզության ղեկավար Թուլսի Հաբերտին, նա այդպես չպատասխանեց։ Դուք տեղյակ եք, որ կարող է Հորմուզը ոչ թե փակվի, փակ չի, խոչընդոտի Իրանը, այդտեղ ուրեմն նավթի անցմանը կամ հեղուկ գազին, այդպես չպատասխանեց, այո կամ ոչ։ Իմ կարծիքով ներողություն, գիտեք, չէ, Հորմուզը երկու ափն է Իրանին, ոչ թե միայն մի ափ։ Այո, բացի այդ հարկ կղզին, որ ասում են, դա Հորմուզի հետ այդքան կապ չունի, դա Պարսից ծոցի այլ ափիվն է։ Այստեղ խնդիրը որն է, Իրանը արդեն գումար է վերցնում, որպեսզի թողնի ըստ տվյալների $2 միլիոն, որ ամեն մի նավ, այսպես ասած, այստեղով անցնի։ Այսինքն թողողը Իրանն է դարձել։ Իսկ Իրանը ինքը իր նավթը տեղափոխում է շատ հանգիստ Չինաստան, ԱՄՆ-ն հանել է սանկցիաները Իրանի նավթի վրա մինչև ապրիլի նկատմամբ 14-ը, որովհետև Տրամպը չի ցանկանում, որպեսզի միջանկյալ ընտրություններից առաջ ԱՄՆ-ում գնաճ տեղի ունենա։ Այսինքն իմ կարծիքով այո Տրամպի համար անակնկալ էր։ Նա կարծում էր, որ Վենեսուելայի սցենարի նման կամ Կուբայի, ինձ թվում է Կուբայում կհաջողի եւ նա կշեշտը կփոխի հիմա, որպեսզի հաջողություն ունենա արագ, սպանելով, ոչնչացնելով Այաթոլլային, մյուսները կգնան համաձայնության, որտեղ նա ռացիոնալ է մտածում, ինչու պիտի իրենց կյանքը ուրեմն չխնայեն, բայց դրանք ռադիկալ մարդիկ են։ Դե տեսեք, 1:48 ժամ է տալիս Իրանին, որ եթե չբացի Հորմուզը կխփի էլեկտրակայաններին։ Իրանի արձագանքից հետո արագ փոխում է մտադրությունը, ասում է լավ 5 օր, ընդուրում ասում է մենք բանակցում ենք, Իրանն էլ հերքում է այդ բանակցությունների մասին։ Այս խառնաշփոթից դժվար է գլուխ հանել, ով է ճիշտը ասում։ Ցավոք ես կարծում եմ, որ ճիշտը Իրանն է ասում։ Ինչու ցավոք, որովհետև մենք մեծ կախվածություն ունենք ԱՄՆ նախագահի, ոչ թե ինստիտուտներից, թրիփը չէր դարել արդեն օրենք, որ ինստիտուտների մասին մենք հանգիստ լինենք, սա դեռ հռչակագիր էր։ Եվ իհարկե Հայաստանի տեսանկյունից լավ չի լինի, որ Տրամպը ունենա խնդիրներ, լուրջ խնդիրներ միջանկյալ ընտրություններում։ Եվ Իրանի պահվածքը ցույց է տալիս, որ ճիշտը, այսպես ասած, իրենք են ասում։ Ես կարծում եմ, նախագահը միջոցներ է փնտրում հեռանալու։ Գուցե նա հայտարարի, որ ոչնչացել է միջուկային զենքը եւ վերադառնում է ընտրություններ, բայց պարզը սա հեղինակության վրա ԱՄՆ-ի մեծապես կազդի։ Դրան էլ Իսրայելը դժվար համաձայն։
Ես այսօր կարդացի Իսրայելն հայտարարում է մենք այս պատերազմը մի քանի շաբաթ դեռ շարունակելու ենք։ Այո, նախկին արտաքին գործերի նախարար Լիբերմանի խոսքերը, որ իսկ եթե մնանք միայնակ, այսինքն Իսրայելը զգում է, որ Տրամպը ուզում է գնալ գործակի, օրինակ է, որ հիմա Իրանը չի ուզում գնալ, որովհետև այդ ռեժիմը այլևս կորցնելու ոչինչ չունի, իրենք գիտեն, չէ, որ ամեն օր կարող է թիրախ լինել Իսրայելի համար, իրենք պիտի ստանան մի քանի բան։ Իհարկե 6 կետ արդեն առաջադրել են, բայց կարծում եմ առաջնային անվտանգությունն է ռեժիմի, երկրորդը որպեսզի ուրեմն հանեն սանկցիաները Իրանի նավթի եւ գազի, ընդհանրապես տնտեսության վրա մաքսատուրքեր չլինեն, հրթիռային ուրեմն իրենց ծրագրի հետ որևէ առնչություն չունեն ԱՄՆ-ը եւ Իսրայելը եւ գուցե միջուկային ոչ թե զենքի, այլ ինչպես ասում են խաղաղ Ուրանի, բայց առանց ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության, իսկ դա կարող է դառնալ ոչ խաղաղ։ Իրանի հարցում Երևանի եւ Բաքվի վարկագիծը համեմատելի են։ Բաքուն ավելի վտանգի մեջ է, ինչու, որովհետև Իրանից Պահապանների կորպուսը բազմաթիվ անգամ հնչեցրել է սպառնալիքներ, որ եթե դուրս չհանեք սիոնիստական իրենց ասելով ռեժիմի ուժերին ձեր տարածքից, դուք կարող եք լինել թիրախ։ Հայաստանում այդպիսի խնդիր չկա։ Երկրորդը մենք գիտենք, որ ադրբեջանցիների, ես կասեի, սուբողական հարվածներ եղավ։ Այո, թրքախոս բնակչության հետ կապված, այնտեղ արևմտյան որոշ վերլուծաբաններ խոսում էին, որ քրդերի հետ զուգահեռ նրանք էլ կարող են ուրեմն դուրս գալ փողոց, պարզը որ Իրանում այդ ամեն ինչին հետևում են։ Այսինքն հետո Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունը շատ խորն է, Հայաստանը այդպիսի խնդիր չունի։ Դրա համար ինչ որ առումով մենք ավելի կարելի ասել լավ իրավիճակում ենք գտնվում։ Ուղղակի խնդիրը տնտեսական խնդիրներ չունենալն է, սահմանի փակումը չլինի, եթե փախստականների հոսք լինի, սա լուրջ խնդիր կլինի։ Հիմա այս մթնոլորտում մենք գնում ենք դեպի հունիսի 7, հա։ Արդեն այն ինչ տեղի է ունենում, եթե անվանենք նախընտրական դիսկուրս մեծ դժվարությամբ, հա, առայժմ անհասկանալի է ինչ է տեղի ունենում, ինչ տպավորություն է թողնում։ Շատ վատ, շատ անհուսալի, անեծքների տարափ, իրականությունից կտրված, ծրագրեր չկան, մրցող ինչ-որ ռազմավարություն, նույնիսկ մարտավարություն կարճաժամկետ չկա, ամեն ինչը այս շուրջը սա է, դու թրքասեր ես, դու ռուսաց տրուկ ես, ինչ-որ նոր այսպես իզմեր են մտածելու, շատ ցավալի է եւ ես չգիտեմ Իլհամ Ալիևը ինչ է այնտեղ մտածում, կասկածում եմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե TRIP-ի հետ կապված խնդիրներ լինեն, իրեն կարող է Երակոմ համաձայնությանը նորից ցանկանան վերադառնալ, Հայաստանը դուրս չի եկել այդ համաձայնագրից պաշտոնապես, ինչու չի դուրս եկել, գուցե Նիկոլ Փաշինյանը դա էլ է մտածել, ինչու է նա խոսում պատերազմի հավանականության մասին, իհարկե կապում է իր ընտրվելու հետ, բայց կարծում դա միայն իր ընտրվելու հետ չի կապված, որովհետև Ալիևը կստորագրեր խաղաղության պայմանագիրի հետ դեռ 2 տարի առաջ նա ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանը ժամանակ է ձգում հասկանալու համար ինչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում։ Այսինքն քաղաքացիական պայմանագրի ընտրվել, չընտրվելը պատերազմական ռիսկի հետ է ուղիղ կապվում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է խաղաղությունը, այսպես անձնավորված, ԿՊ-ն, TRIP-ը եւ մնացած բոլոր ուժերը, դե կարծում խոսքը ընդդիմադիր շատ։ Հասկանալի է, խաղաքարտը դա է այս ընտրությունը։ Բայց նույնիսկ եթե դա չի դիմամ քննադատության, չլիներ այս ընդդիմությունը, այս հարցերը բարձրաձայնում են կրկին, արդյոք Իրանը ինչ դիրքորոշում կունենա, արդյոք չի հարվածի ինչպես Պարսից ծոցի երկրներին։ Ես կողմնակից եմ իհարկե TRIP-ին եւ օգոստոսյան համաձայնագրերին, իմ տեսակետը հայտնի է։ ԱՄՆ-ն արդյոք Դոնալդ Տրամպը գնալու է Պուտինի դեմ տարածաշրջանում, որովհետեւ երկաթուղին կրկնեմ պատկանում է Ռուսաստանին։ Հայաստանի Հանրապետության ղեկավարը նշել է, որ կան երկրներ, որ չեն ցանկանում որ Հայաստանը անցնի ճանապարհները, եթե ռուսական երկաթուղին է վերահսկելու։ Ռուսաստանը չի համաձայնվում, պարզ է այդ թեմայից չեմ խոսում։ Այսինքն այստեղ ոչ թե ես Նիկոլ Փաշինյանին ուղղակի քննադատում, նույնիսկ եթե ինքը ընտրվելու է, միշտ ասում եմ, հետո Պրոցեսները հունիսից հետո են տեղի ունենալու, ոչ թե մինչև հունիս։ Պատերազմական ռիսկը դա իրականության հետ առնչություն ունի, թե ոչ։ Ես պատերազմ չեմ կանխատեսում լայնածավալ, դա SVO, այո, SVO ռուսերը, ինչ որ բլիցկրիգ, որպեսի Հայաստանը դիմի
վատագույն սցենարն եմ ասում Ռուսաստանին, ինչու Փաշինյանը չի դուրս եկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից, հիշում եք, ասում էին դա խաղաղության միակ փաստաթուղթն է, եթե մենք դուրս գանք, դա կնշանակի դուրս են գալիս խաղաղության process-ից մինչև օգոստոսի 8-ը։ Հիմա եթե Ռուսներն են ասում հիմա։ Այո, հիմա եթե օգոստոսի 8-ը հետաձգվում է, չգիտենք, Տրամպը ընտրվում է, չի ընտրվում, նկատի ունեմ միջազգային ընտրություններում, կորցնում է կոնգրեսը, թե միայն ներկայացուցիչների պալատը, դատական process է սկսում, թե ոչ, Էփշտեյն եւ այլն, չխորանանք ներքին սցենարներ, վատ տարբերակներն եմ նայում։ Լավագույնը, որ Իրանում ռեժիմ փոխվի եւ այլն։ Հիմա վատ սցենարն ենք նայում։ Արդյոք Հայաստանը դիմելու է դեպքում Ռուսաստանին այլ տարբերակ չունի, եթե ինքը իր ուժերով չկարողանա Ադրբեջանի դեմ պատերազմել, եթե Թուրքիան չօգնի էլի Ադրբեջանին ինչպես 20 թվականին, ուրեմն վատագույն սցենարը դա է, ոչ թե երկարաժամկետ, որովհետև աշխարհը չի ընդունի դա, այլ ինչ որ այսպես բլիցկրիգ։ Արդյոք հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ դուրս կգան մարդիկ փողոցի։ Դա վատագույն սցենարն է նաև ինչ առումով, այլընտրանք դեռ չի ձևավորվել։ Եվ չկա այսպես լիդեր, որ ասես Փաշինյանը չի նայ, այսպես խմբավորումներ են առանձին ընդդիմությունն էլ իր մեջ է բաժանված եւ դա շատ վատ կլինի Հայաստանի համար ունենալ այսպիսի իրավիճակ, ուրեմն Ադրբեջանի հետ եւ ներսում չունենալ կոնսոլիդացիա։ Համաձայն եմ։ Չկա անգամ հստակ դոկտրին, ընդդիմության անունից եմ ասում, էլի, թե մենք ինչպես կվարվենք խաղաղության հետ՝ ի տարբերություն վարվողի։ Այո, միակ դոկտրինը Ռուսաստանը մեզ կփրկի, բայց դա կարծում եմ 20 թվականից հետո ակնհայտ է հենց նույն արցախցիների համար։ Իդեպ շատ հաճախ իրենք խոսում են արցախցիների անունից, բայց ես չեմ լսել, որ արցախցիները համաձայն են ռուսների, ուրեմն ենթակայության, այսպես ասած, վերահսկողությամբ նորից վերադառնան Արցախցի ասեցիր, հիշեցի մետրոյի դրվագը, ինչ տպավորություն է։ Իհարկե, ղեկավարը երկրի չպիտի այդպես խոսի, իդեպ սա առաջի դեպքը չի։ Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների վրա բղավում է, բարձ է քննադատություն, որ մեկը չի սիրում, բայց եթե հանրային անձ ես, այն էլ երկրի ղեկավար, պիտի լսես, ասես ընդունում եմ ու ձեր տեսակետը կամ չեմ ընդունում, անցնել առաջ։ Սա նյարդային վիճակը անվստահության նշան է։ Մյուս կողմից ներողություն հնչեց հիմա դիմացից շատ այսպես ագրեսիվ է պահվածք այդ կնոջ, ես դա էլ չեմ ընդունում։ Իդեպ կարելի է շատ համեստ լինել եւ դառնալ ավելի ընկալելի հասարակության համար, բայց հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը ավելի համեստ կարգավիճակում է գտնում, քան այդ կինը։ Իսկ ձեր մտքով չի անցել, որ նախընտրական զոնդաժ էր։ Չգիտեմ, բայց որ ընդդիմությունը ամեն օր հիմա էլ քնում զարթնում այդ կնոջ մասին, մտածում, ես կարծում եմ այն արցախցի ղեկավարները Հայաստանի, որոնք միլիարդատեր են նաև շնորհիվ Նիկոլ Փաշինյանի արտադրության համակարգի, մեկ լումը ամեն մեկը ներդնեին, ոչ միայն այդ կնոջ, այլև մյուս արցախցիների խնդիրները կլուծվեր։ Այսօր խոսել է նաև մեր արտգործնախարարը շատ բաների մասին, բայց խոսենք մի դրվագի մասին, երբ խոսքը առնչվում էր արդեն սահմանադրությանը։ Հիմա ձեր կարծիքն է ինձ հետաքրքիր։ Սահմանադրական փոփոխություն ադրբեջանական պահանջ։ Ոչ, ես կարծում եմ սա ընդդիմությունը այս քարտը խաղարկում է, ինչու, որովհետև Հայաստանի իշխանություններն են ցանկանում որ դա փոխվի, այսինքն այստեղ ես տեսակետները նույնն է, դե իրենք բացատրում են, որ Արցախի էջը փակ է, այդ նշանները, որ Նիկոլ Փաշինյանը բաժանում է, իդեպ կարծում հայ հասարակության մեջ գալի հատվածը կողմ է դրան, որովհետև մենք չտեսանք ինչ-որ հանրահավաքներ ընդդեմ Փաշինյանին, կամ ընդդիմություն երբ վրաններ էր խփում արցախցիներ չտեսանք, այսինքն հետաքրքիր արցախցիների նաև տեսակետը Արցախի հետ կապված ես նշեցի, որովհետև մենք 100,000-ավոր արցախցիներ ունենք այստեղ նաև մինչև էթնիկ զտումը, բայց փողոց մի քանի 100 մարդ է դուրս գալիս։ Պարզ է, որ այդ հեքիաթներ են, որ վախենում են, եթե Քոչարյանի ժամանակ չէին վախենում դուրս գալ, հիմա հաստատ դուրս կգան, բայց իմ կարծիքով սա ստիպողաբար չէ, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ուզում հայկի այդ էջը։ Այսինքն դա թելադրված չի, այլ հարցը, որ իմ կարծիքով դա պահանջներից մեկն է եւ դրանով չի ավարտվելու Իլհամ Ալիևի հռետորական նախապայմանները։ Արադ Միրզոյանը ասում է, բանակցային օրակարգում այդպիսի հարց չկա, չենք խոսում։ Բայց բանակցային օրակարգից դուրս բանակցողները խոսում են հենց դրա մասին։ Ինչպես կարող է օրակարգում չլինի, իսկ բանակցային օրակարգից դուրս Ադրբեջանը օրը մեկ ռեժիմով հայտարարում է Հայաստանի ընդորում հայտարարելուց բացի, ասում է հենց դա եղավ կլինի նաև մնացածը։ Բայց դրանից բացի նա ասում էր Ալիևը, որ արևմտյան Ադրբեջան վերադարձնել է օրակարգում։
Այսինքն սա օրակարգի խնդիր չի, դա նախապայման է, որպեսզի տորպեդահարվի խաղաղության գործընթացը։ Բանաստում եք բանակցելու չխոսենք, ինչու եք տորպեդահարում բանակցում։ Դե ես չեմ կիսում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը շատ հարցերում, հենց նույն խաղաղության գործընթացի։ Ադրբեջանի սահմանությունը բաց չպետք է փոխվի, որովհետև այնտեղ Նիկոլ Փաշինյանն է ասել, իդեպ տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանը։ Մեկ էլ ասում են, բայց Ադրբեջանը հաղթել է, նախ մենք էլ էինք հաղթել, եւ երկրորդ այսքան հաղթել է, դե էլ ինչի եք բանակցում, ինչ ասում են, անենք։ Դուք ասում եք, որ մենք հիմա ինքնիշխան ենք, հզոր ենք, մեր բանակը շատ հզոր է, բայց հենց ինչ որ նախադասություն ես ասում են Ադրբեջանը կհարձակվի։ Հիմա մենք պետք է հասկանանք, ես բանակից տեղյակ չեմ, մենք ինչ իրավիճակում ենք գտնվում։ Եթե ասում ենք 23 թվականին կարողացանք հետ շպրտել ադրբեջանցիներին ջերմուկից, ուրեմն պետք չէ այդքան վախվորացնել, որովհետև իմ կարծիքով, եթե երկիրը ագրեսիայի է ցանկանում դիմել, որքան դու ավելի վախվորած լինես, այնքան ախորժակը կբացվի։ Եվրամիության ընդլայնման հանձնակատարը Մարթա Կոսի այցը Երևան։ Եկել էին Հայաստանին օգնելու, թե գործող իշխանության։ Ես կարծում եմ, եւ արևմուտքում կա տեսակետ, որ վատի եւ վատթարագույնի կամ միջինի եւ վատի միջև ընդդիմությունը քանի որ adekvat չի, ընդդիմությունը ասելով նախկին իշխանությունների խոսքերը adekvat չեն, այսինքն չի կարելի անդադ սկավառակը պտտել, որ եթե Ռուսաստանը չի, աշխարհը ավարտվում է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը դա շատ ձեռնտու է, իրենք ընդհանրապես խորամանկությունից զուրկ են, այսինքն կարելի է, չէ՞, այնպես անել, որ իրենց էլ ուշադրություն դարձնեն, բայց իրենք նետել են, այսպես ասած, արևմուտքին Նիկոլ Փաշինյանի գիրկը, հետո էլ զարմանում են, ինչու են իրենք միայն Նիկոլ Փաշինյանի հետ շփվում, այսինքն դա հենց իրենց սխալն է։ Այլ հարց է, որ այստեղ շատ հարցեր կան, նախ մենք գնում ենք հիշում ենք Եվրաքվ, հիմա երկար չխոսենք, գնում ենք, չենք գնում, սպասում են, չեն սպասում, պատրաստ ենք, պատրաստ չենք, այն հասարակությունը քաղ, որը զբաղվում է այդ գործընթացով, պիտի հաշվետվողականություն դրսևորի եւ վերջապես ասի, մեր դանդաղկոտությունը, դիվերսիֆիկացիա, ոսամ խոսքը միանգամից անդամ լինելու մասին չի, կապված է Եվրամիության հետ։ Այդպես խորամանկ քայլեր են անում, թե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում, թե երկուսն էլ այդպես են ուզում։ Այսինքն հայ-ռուսական հարաբերություններում մեծ հաշվով որևէ բան չի փլուզվել։ Ավելացել է մեր տնտեսական ապրանքաշրջանառությունը։ Բա ռուսական մեդիան ինչին է խանդում այդպես։ Քարոզիչները, падգամավորները Փրփուրը բերանին առած ինչի՞ց։ Իրենք միայն Հայաստանին չեն խանդում, դա այդ իմպերիալիստական, շովինիստական մտածելակերպն է, Ղազախստանն են ուզում ոչնչացնել, լսում ենք Դուգինին, Ղրղստանը ընդհանրապես արհեստական պետություն է, այնտեղ օրենք էին ուզում ընդունել, որ միայն իրենց ազգային ժողովում խոսեն ղրղզերեն, այսպես ասած, դա մեծ արձագանք էր գտել Ռուսաստանը, այսինքն երկում իրավունք չունեն օրենսդիր մարմնում իրենց լեզվով խոսել։ Ուկրաինան տեսնում եք, մակարդակը ցածր է ցավոք այսօրվա ռուսական պրոպագանդայի, չգիտեմ, կգրավենք Պորտուգալիան, ինչ որ հավատում են, որ Տրամպը իրենց դաշնակիցն է, այսպես Մակրոնին են վիրավորում, դա թուլության նշան է, այսինքն պրոպագանդայի մակարդակը շատ ցածր է, այնքան ցածր, որ կարողացան հայ հասարակությանը իրոք հոգնեցնել։ Դա Նիկոլ Փաշինյանը չարեց։ Ավարտեցինք։ Մեկ բառով նախընտրական այդ մթնոլորտը, որի մասին մի քիչ խոսեցինք, որակել անկայուն թե անբովանդակ։ Անբովանդակ դեպի անկայունության։